Հովիտ գյուղը կանգնած է մի շարք խնդիրների առաջ եւ դրանցից յուրաքանչյուրն ունի իր հետևանքը։ Ջուր չկա, հողը չի մշակվում, աշխատատեղ չկա, երիտասարդներն են հեռանում։ Դպրոցը փակվի, գյուղը կարող է դատարկվել։ Ինչն է իրականում անհանգստացնում բնակիչներին եւ ինչ քայլեր են ձեռնարկվում խնդիրների լուծման ուղղությամբ։ 68 միլիոն սուբվենցիա ծրագրով կատարել ենք, բայց ջուրը բորոքումը չի բնակավայր հասնում։ Խնդիրը այնտեղ վտարներ կա, հողվալների խցանում կա, ջրամբարից կալողը, նու ուզում ենք որ 26 թվով արդեն լուծենք։ Գյուղում առկա է նաև զբաղվածության խնդիրը։ Երիտասարդները հիմնականում արտագնա աշխատանքի են մեկնում, գյուղատնտեսությամբ գրեթե չեն զբաղվում։ Գյուղի երիտասարդների մեծամասնությունը արտերկրյա աշխատանքներին են գնում արտագնաց, որպեսզի իրանց ընտանիքները կարողանան ապահովեն, որովհետև մեր գյուղը այդքան հարուստ չի, չունի ջրովի լավ հողեր, որ ասենք թեկուզ դեպոստան տնեն մշակեն ապրեն։ Երիտասարդները 99%-ը կարելի ասել որ դրսեր են, որ ընտանիքներով, բայց գնում գալիս են, զբաղմունք չունեն, դե մեծերն են զբաղվում գյուղատնտեսությամբ հիմնական։ Երիտասարդությունը հիմնական գնում են գումար բերելու, արտագնա աշխատանք են գնում, որ բերեն ուղարկեն, երեխեքին պահեն, տները յոլա տանեն։ Հովիտը կանգնած է նաև դպրոցի փակման վտանգի առաջ։ 55 աշակերտ ստիպված կլինեն գնալ մոտակա գյուղի դպրոց կամ տեղափոխվել քաղաք, մշտական բնակության։ Ըստ բնակիչների դա աղետ կլինի գյուղի համար։ Շատ դեմ ենք ծնողները, բոլորս հանձինս ես։ Որովհետև այդ առաջի դասարանի երեխուն մենք պետք է տանենք, ոչ բոլորն է որ մեկենա ունին, կարան տան իրանց երեխին հասնին։ Ցանկալիքն է որ դպրոցը ոչ թե փակեն, այլ ավելի աճը բազմանար, դպրոցը զարգանար, գյուղը զարգանար։ Մեկը ես որպես գյուղի բնակչուհի դեմ եմ նման որոշմանը, որովհետև եթե գյուղը չունեցավ դպրոց, բնականաբար է արդեն հետագան լավ չի։ Գյուղի երիտասարդ ընտանիքները կգնան, կհեռանան գյուղից, որովհետև հիմի հեշտ չի երեխաներին տանել կողքի գյուղ կամ շրջկենտրոն։ Ինք իրանով շատ փոքր գյուղ է, տարածքը փոքր է, բնակիչներն որ դուրս եկան, գյուղը կմնան մենակ ծերերը։ Ջահելությունը որ երիտասարդները գյուղից հեռանում են, դպրոցներ փակվավ արդեն մի քանի ընտանիք արդեն գյուղում տներ են վարձակալ է, տներ են ձեռք բերում, որ երեխեքը ապագա ասում են չունեն, ուզում են արդեն գնան այդ գյուղից։ Համայնքային բյուջեի միջոցներով Հովիտում կատարվել է գյուղամիջյան ճանապարհների հարթեցում, անցկացվել է լուսավորության համակարգ, վերանորոգվել է մշակույթի տունը։ Վարչական ղեկավարի խոսքով սուբվենցիոն ծրագրով ընթանում են գազաֆիկացման աշխատանքներ եւ հաջորդ տարի բնական գազը կհասնի Հովիտ։ Ունեմ մեծ գործ ասֆալտապատում, եկեղեցուց մինչև գերեզմաներ, փաշտացող ճանապարհներ 450 մետր երկարությամբ հաստատվել է սուբվենցիա 26 թվով կատարենք։ Խմելու ջուրը ապահոված է, ճիշտ է, մի քիչ տեխնիկական խնդիրներ կա, որ պետք է վերականգնվի ու մեր վարչականի ուժերով ու աշխատանքով կվերականգնվեն այդ չնչին թերությունները։ Տիրուն Մարգարյան, Համբարձում Պապոյան, Ռեգիոն TV, Շիրակի մարզ, գյուղ Հովիտ։